Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրվարույթով հիմնավորվել է, որ 2023 թվականին ազգային ժողովի պաշտոնատար անձը ԱԿ-ից մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է ստացել։ Այս մասին տեղեկացնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ ԱԿ-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին 200,000-ից 300,000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150,000-ից 200,000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։ 2023 թվականի օգոստոսի 9-ին ազգային ժողովի падգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ եւ գործընթացը սկսելու համար պահանջել է 200,000 ԱՄՆ դոլար, որից 100,000 ԱՄՆ դոլարը սկզբում, իսկ մնացած գումարը գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով։ 2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ падգամավորի հետ հանդիպմանը ԱԿ-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20,000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբականակի արտահանման ժամանակ։ ԱԺ պաշտոնյան սակայն նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով ինքը արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ԱԿ-ից 20,000 դոլար գումարը ստանալուց։ Բացի դրանից պարզվել է, որ ՍՊ ընկերության հիմնադիր նախագահը ԱԺ նույն պաշտոնատար անձին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքում գտնվող դպրոցներից մեկի վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցի նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը պետության կողմից հիշյալ ՍՊ ընկերությանը անհատույց տրամադրելու եւ դրա վրա բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվության համար։ Հիշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով ընկերության հիմնադիր նախագահը 2021 թվականին մաս որպես կաշառք ազգային ժողովի падգամավորին է տվել ընդհանուր 23,000 ԱՄՆ դոլար եւ 300,000 ՀՀ դրամ, իսկ վերջինս 2023-ին Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է հիշյալ ընկերության հիմնադիր նախագահի կողմից իրեն ներկայացված առաջարկը ու կից փաստաթղթերը։ Վերը նշված արարքների համար ԱԺ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ Հայաստանի քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան, ասված է հաղորդագրությունում։